Թող Տիրոջ անունը հավիտյանս փառավոր լինի։ Մեր սերտերում եւ մեր կյանքում սիրելի եղբայրներ, քույրեր, օրհնյալ եղն իր անունը։ Իրականում նա մեզ համար հայր է, նա մեզ ներող է։ Որպես ինքը մեզ միշտ ներել է եւ ինչպես ասում է Սաղմոսը, ասում է նա գիտե մեր կառուցվածքը եւ քիշե թե մենք հող ենք։ Այո, նա գիտի մեր կառուցվածքը, ամեն բան գիտի նա մեր մասին։ Չկա մի մասնիկ եղբայրներ, քույրեր, մի վայրկյան, որ ինքը մեզանից ինչ-որ անտեղյակ լինի։ Նա ամեն բան գիտի ու գիտի, որ մենք հող ենք եւ մենք ընդամենը մարդ ենք, եղբայրներ, քույրեր։ Եվ ինքը մեզ ներում է որպես հիշելով, որ մենք հող ենք։ Հիշելով, որ մենք եղբայրներ, քույրեր, տգարություններով բռնված ենք, եղբայրներ, քույրեր, եւ տգարություններով պատված ենք, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց ինքը մեզ սիրում է, ընդունում է եւ ներում է։ Ամեն ժամանակ որպես հայր, այս երկը գրված է երևի հենց այդ մոտիվացիայով, եղբայրներ, ես չեմ կարող ասել, թե ինքն է շուտ գրվել, թե հայրերը, բայց հնարավոր է այս երկը ավելի շուտ գրվել է, կարող է դեպեր, բայց բոլոր դեպքերում գրողը եղել է Աստծո թելադրող հոգին, եղբայրներ, քույրեր։ Այսինքն հայրերի այդ տեքստի պարունակությունը, տեքստից ինքը ունի իր մեջ բաներ։ Եվ որը նաև հասկանալ, զգալ, ապրել եւ ընդունել, իր սրտը ընդունել այդ բոլորը շատ հաճելի է մեզ համար, եղբայրներ, քույրեր։ Ես այսօր ուզում եմ խոսել մեկ թեմայի մասին, եղբայրներ, քույրեր, կարևոր է մեզանից ամեն մեկի համար, որպեսզի մենք ի նկատի ունենանք մեր կյանքի բոլոր օրերի մեջ, որ մենք ապրենք հավատքով։ Այսպիսի մի համար կա Սուրբ Գրքի մեջ, այդ համարը գրված է Հռոմեացիս թղթի մեջ, եղբայրներ, քույրեր, հենց առաջի գլխում պարունակում է ասելով հետևյալը, ասում է, վասն ձեզ ամոթ չեմ սեպեր ավետարանը, Քրիստոսի ավետարանի մասն է խոսք, քանզի Աստծո զորությունը ան, բոլոր հավատացյալներում փրկության համար, առաջերային ու ետքը հույնին։ Եղբայրներ, ուրեմն ստեղ տալիս է Աստծո սիրով ողորմության վերաբերյալ մեծագույն մի նկարագրություն եւ դրա մեջ ասում է ավետարանը փրկության ավետարանես ամոթ չեմ սեպեր։ Եվ այդտեղից սկսվում է մեր վերաբերմունքը ավետարանի նկատմամբ, եղբայրներ, քույրեր։ Թե մենք ինչպիսի վերաբերմունք ունենք, ինչպես է մեր տրամադրվածությունը գնահատականը Աստծո փրկության, զորության ու կյանքի ավետարանի համար, շնորհքի ավետարանի համար, եղբայրներ, քույրեր։ Եվ շարունակում է ասելով հետևյալը. բոլոր հավատացյալներու համար, վասնզի ասում է, քանզի Աստծո զորությունն է ան, բոլոր հավատացյալների փրկության համար առաջելիային ու ետքը հույնին։ Այստեղ իհարկե, եղբայրներ, քույրեր, խոսվում է նաև այն մասին, որ նա զորություն է, նրանից գալիս է զորությունը փրկության համար։ Փրկության զորությունն Աստծո կողմից մեր մեջ գտնվող մեկ միջոցն է, Աստծո զորավոր փրկության միջոցը, որ մեր մեջ գործում է, երբ որ մենք ընդունում ենք այդ ավետարանը, հավատում ենք եւ սրտանց ճիշտ վերաբերմունք ունենք այդ ավետարանի նկատմամբ, նա մեզ համար կենթանի զորություն է մեր կյանքում, եղբայրներ, քույրեր։ Նա զորություն է, բայց մեզ փրկելու համար, ոչ թե մեզ պատժելու համար, եղբայրներ, քույրեր, ոչ թե մեզ դատելու համար, եղբայրներ, քույրեր, այլ նա փրկություն է, Աստծո շնորհքի ավետարանը փրկություն է մեզ, զորություն է մեզ փրկելու համար, Տեր Հիսուսի անունով։ Եվ շարունակության մեջ վանձանով Աստծո արդարությունը, որ հավատքեն է, հավատքի համար կհայտնվի, ինչպես գրված է, թե արդար հավատքով պիտի ապրի։ Եղբայրներ, քույրեր, ասում է, որ վասնզի անով Աստծո արդարությունը Հիսուսի այրան միջոցով, Հիսուսի մեզ փրկագնի միջոցով, որ մեզ համար կատարել է, ասում է նրանով, ավետարանով, Աստծո ավետարանի զորությունով, շնորհքի եւ փրկության ավետարանի զորությունով, ասում է, մեզի հայտնվեցավ Աստծո արդարությունը, փրկության համար Աստծո արդարությունը մեզի հայտնվեցավ հավատքով։ Եվ շարունակում է, որ Աստծո արդարությունը, որ հավատքեն է, հավատքի համար կհայտնվի, ինչպես գրված է, թե արդարը հավատքով պիտի ապրի։ Այս խոսքի վրա է սերն, որ ես ուզում եմ կանգնել, որտեղ շատ կարևոր է, ուրեմն Աստծո հավատքով, Տեր Հիսուսի վրա ունեցած հավատքով մենք արտարանում ենք
Եվ Տեր Հիսուսի նկատմամբ ունեցած այդ հավատքով էլ մենք ապրում ենք։ Ռուսերեն մեջ գիտեք ինչ է գրված է ժիվ բուժիլ։ Ժիվ, կենտանի կմնա մարդը, բայց այստեղ մեր հայկական թարգմանության մեջ ես կարծում եմ ավելի հնչեղ է, ավելի ցայտուն է գրված, որ ապրում է մարդը, ոչ միայն կենտանի է մնում, այլ նաև ինքը ապրում է, հավատքով պետք է ապրի արտարը։ Ուրեմն խոսքը վերաբերում է արտարին արդեն, ով որ արտարացել է, բայց նրան բացի արտարությունից եղբայրներ քույրեր, նաև պետք է զորություն ապրելու համար կյանքի հարկավոր։ Այդ կյանքը Տեր Հիսուսն է, ու երբ որ մենք հավատում ենք, թե այդ կյանքը մեր Տեր Հիսուսն է, որ նա կյանք է, որ նա է, նրան ով որ ընդունած է կյանք ունի, եւ ով որ նրան ընդունած չէ, կյանք չունի։ Հիշում եք Հովանու թղթերի մեջ գրված է հենց այդ խոսքը, ասում է, որ Քրիստոսին ընդունած է կյանք ունի, եւ որ Աստծո որդին ընդունած չէ, նա կյանք չունի։ Ասում այդ կյանքը անոր մեջ է, որ Աստծո որդին ընդունած է կյանք չունի։ Եվ անմիջապես մյուս համարի մեջ այդ կազեմ առաջի Հովանու 3-րդ գլխի մեջ է շարունակում է ասելով, ասում այս ամենը կրեմ ցեզի, որպես դուք գիտնաք թե հավիտենական կյանք ունիք, որ Հիսուս Քրիստոսի անվանը կհավատաք։ Միայն նրա համար, որ մենք կհավատանք, ավետարանը շեշտում է, որ մենք կյանք ունենք։ Գրում է, որ ասում է մենք դուք գիտենաք, որ մենք կյանք ունենք, որ Հիսուս Քրիստոսի անվանը հավատում ենք։ Եղբայրներ քույրեր, ճիշտ այս համարը վերաբերում է նաև նրան, որ Հովանու ավետարանից առաջի գլխի մեջ գրված է. յուրայիններ եկավ եւ յուրայիններ զինք չտունեցին, բայց որոնք որ զինք տունեցին, անոնց իշխանություն տվավ։ Աստծո որդիներ լալու, որոնք որ կհավատան իր անվանը, որոնք ոչ մարմնից է, ոչ արունից է, ոչ թե մարդու կամքի Աստծո մտցնան։ Եղբայրներ քույրեր, այս նույն երկու համար իրար հետ խիստ կապված է։ Առաջինը շեշտում է Քրիստոսի կյանքը, եւ հետո ով որ ընդունած է, կյանք ունի, եւ ով որ նրան հավատացած է, ինքը փրկված է։ Ուրեմն, եղբայրներ քույրեր, իսկ ստեղ հենց այդ հավատքի մասին է խոսում, որ արտարը հավատքով պետք է ապրի։ Ես մի տեղ կա ուզում եմ կարդալ հենց այս թղթի 4-րդ գլխի մեջ է գրած եղբայրներ քույրեր, այսա վերաբերում է ոչ միայն այսինքն այդ հավատքով ապրելուն են վերաբերում մեր խոսքը, հաբա այստեղ վերաբերում է Աստծո խոսքը վերաբերում է նաև հետևյալը։ Վասն Աբրամին եւ անոր սերունդին, նաև այդ հավատքով ապրելը եղբայրներ քույրեր վերաբերում է նրան, որ մենք երկինք պետք է մտնենք, որ այդ ժառանգությունը մենք ոչ թե օրենքի արտարությունով կամ մեր կարողությունով ենք այսինքն հասել, այլ Աստծո ծերի ողորմությունով ու փրկությունով եւ շնորհքով։ Եվ սրանում է հավատքը գործում։ Եթե օրենքով լիներ, եթե գործերով լիներ, հավատքը չէր գործել, բայց որովհետև հավատքով է գործում է շնորհքը եւ մենք այդ փրկության ծրագիրը մեր մեջ իրագործում է մեր կյանքում հավատքով։ Եվ այստեղ շեշտում է դրա համար սերներ։ Վասն Աբրամին եւ անոր սերունդին աշխարհը ժառանգելու համար տրված խոստումը ոչ թե օրենքով եղավ, հապա հավատքին արդարությունով է։ Նույնիսկ պատկերացնում եք այն ժամանակ, երբ որ գործել օրենքը, սակայն մի կարևոր խնդրի մեջ, ամենակարևոր խնդրի մեջ Իսրայելի ժողովուրդը պետք է գնար ավետաց երկիրը, իրեն ժառանգած Աստծո կողմից իրան խոստացած երկիրը պետք է գնար, կազմում եղել փողող երկիրը պետք է գնար, եղբայրներ քույրեր։ Աստծո կողմից խոստացած, բայց այդ երկիրը, այդ ժառանգությունը, որ Աստված տվել էր Աբրամին, նախապես եղբայրներ քույրեր, նրան ասելով այդ մասին, նրան այդ ժառանգությունը հասնելն էլ ոչ թե օրենքով էր, հապա հավատքով էր, Աստծո շնորհքով, այսինքն Աստծո ողորմությամբ։ Եվ այստեղ դրա հիմա բացառում է ինչի, քանզի եթե օրենքին եղողները ժառանգորդը լայն հավատքը փուշ պիտելար եւ խոստումը պիտի խափանվեր, տեսակ սերներ։ Եթե օրենքով եղավ, մարդը մեղք է գործելու եւ այդ օրենքի մեղքի պատիժը օրենքով պետք է հասնել իրանց, պետք է տրվել իրանց եւ նրանք կզրկվեին բնական այդ ժառանգությունից։ Նրանք չէին կարողանա հասնել ավետյաց երկիրը եւ շատերն չկարողացան ընդամենը երկու հոգի անհավատության պատճառով այն էլ նրանք չկարողացան ամբողջ ժողովուրդը ասում է մեռած ընկան անապատի մեջ եւ ամբողջ ժողովուրդը չասավ միայն երկու հոգի, բայց իհարկե իրանց զավակները, իրանց թորները եւ այլն նրանք մեծ քանակությամբ էին եկել դուրս եկել Եգիպտոսից եւ նրանք ասան, բայց անհավատները ինչ եղան մեռած ընկան իրենց անհավատության պատճառով, նրանք չմտան
Ավետյաց երկիրը, այսինքն եղբայրներ քույրեր, հիմա արտարացած մարդուն, Աստծո շնորհքով արտարացած մարդուն հարկավոր է որպեսզի ինքը պահի այդ հավատքը եղբայրներ քույրեր, առանց հավատքի ինքը չի կարող մտնել փրկության երկիր, ավետյաց երկիր, չի կարող հասնել երկինք եղբայրներ քույրեր, հավատքը պետք է պահի, այնպես չի որ մենք հավատքով արտարացել ենք, սրանից հետո մեր գործերով պետք է շարժվենք։ Այլևս մեզ հավատքը պետք չէ, խոնարհությունը պետք չէ, կոդրվածությունը պետք չէ Աստծո առջև Տիրոջ երեսը փնտրել, մենք արդեն ունենք բոլորը եւ մեր արտարությունով կարող է հասնենք։ Դա ամբարդավան շատ տգար բան է, տեսակետ է վերաբերմունք Աստծո առջև, որը մոռացել է թե ինքը ինչպիսի մեղքերից է փրկվել, եղբայրներ քույրեր։ Մոռացել է թե իրան Աստված ինչպիսի վիճակից է արել, որ ինքը մեռած է եղել իր գործերով, անշնչացած է եղել, եղբայրներ քույրեր, մեռած է եղել, բայց Աստված մեռածին կենտրոնացրել է։ Եվ մենք մոռանում ենք թե մենք ով ենք եղել։ Դրա համար շատ անգամ տառնում ենք օրենքին, եղբայրներ քույրեր։ Մենք տառնում ենք օրենքին, տառնում ենք մեր արդարությանը, տառնում ենք մեր ցանկություններին եւ ինքնավստահությունն ու անբարդավանությունը գալիս մեր վրա, որ մենք լավ ենք։ Ինչ էր եղել մեզնից լավը չկար, մենք ինչ ենք եղել, բայց այստեղ ավետարանը շեշտում է, որ եթե նույնիսկ սիրելի եղբայրս քույրս հին ուխտի ժամանակ էր, որ բոլորը ովքեր որ Աստված այդ ժողովրդին խոստացել էր, այդ ժողովրդին հասցրեց, բայց անհավատները, որոնք որ հավատքով չէին քայլում, եղբայրներ քույրեր, չնայած որ այդքան հրաշքներ էին տեսել, նրանցից շատ հրաշքներ տեսող չկար, բայց նրանց մեջ հավատք չկար, դրա համար Աստված նրանց չհասցրեց։ Թույլ չտվեց, որ նրանք մնան եւ մեռած ընկան, որովհետեւ մեղանչեցին Աստծո դեմ։ Բայց Աստված իր ժողովրդին իր խոստման համաձայն հասցրեց եւ այդ խոստումը տեսեք ինչ է ասում, «Վանց օրենքը պարկություն կրկործե, քանզի օրենք չկա, օրինազանություն չկա, Աստծո համար շարժանգործ լալը հավատքեն է, որպեսզի շնորհքով եղած լա ու խոստումը հաստատուն լա բոլոր սերունդին»։ Հիմա եղբայրներ քույրեր, որպեսզի խոստումը հաստատուն լա բոլոր սերունդին եւ հավատքով եղած լինի, որպեսզի Աստծո ժողովուրդը մտնի այդ երկիրը, Աստված հավատքը մեջ բերավ, փրկությունը երկինք մտնելու համար հավատքով պետք է ապրենք, հավատքով մոտեցել ենք, հավատքով արտարացել ենք, հավատքով էլ պետք է ապրենք պահելու համար Աստծո հավատքը մեր կյանքում։ Եվ դրա համար ավետարանը 5-րդ գլխի մեջ գրում հետևյալը Հռոմայացիս թղթի, «Արդ մենք հավատքով արտարացած լալով խաղաղություն ունենք Աստծո հետ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ցերկով, հավատքով արտարացել ենք եւ խաղաղություն ունենք, որով ընդունեցինք հավատքով այս շնորհքին մոտենալը, հավատքով ենք մոտեցել Աստծո փրկարար շնորհքին, Աստծո ներող, Աստծո փրկող, Աստծո սիրող, Աստծո բարձրացնող եւ կտացող ու ողորմած շնորհքին, ասում է, բայց Աստված որ մեծ է իր ողորմությունով եւ իր առած սիրով, որով որ մեզ սիրեց, երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, ինք մեզ Քրիստոսի հետ կենտրոնացեց։ Եվ այստեղ էլ շեշտում է, որով ընդունեցինք հավատքով այդ շնորհքին մոտենալը, որում մեջ կեցել ենք եւ Աստծոյի փառքին հույսով կպարծենք, Աստծոյի փառքի հույսով։ Մենք միշտ պետք է պարծենանք եղբայրներ քույրեր, Աստծո փառքի հույսով։ Մենք մեր արդարությունով, մեր կարողությունով, մեր շնորհքով, իմաստությունով, եթե որևէ մեկից մոտ մի փոքր բան կա, հպարտություն կա, պարծան կա մեր անձի վրա, գնահատական կա, թե ես լավն եմ, թե ես իմաստում եմ, ուրեմն դու քեզ գցում ես, դու անհավատության մեջ ես, դու գնում ես այդ շնորհքից, բայց ավետարանը խոսում է այդ շնորհքի մեջ կեցել ենք, այն մարդիկ ովքեր որ իրանց վրա կարծիք ունեն, նրանք ընկած են Աստծո շնորհքից, նրանք գնում են անմիջապես, Աստծո ողորմությունը, Աստծո այրան զորությունը, որ դու արտարացել ես, երբեք մի վերագրի քո վրա, դու հաստատ ընդունիր ու գիտեցիր, որ դու փրկված ես միայն Հիսուսի այրունով։ Մի հատ եղբայր էր եղել, հարցել էին թե եղբայրը ջան, մեր բանի Ուկրաինայի ավակ եղբայրներ։ Հարցել են թե եղբայր ջան, բա որ դուք այսքան ծառայել եք, այսքան գործեր ունիք Տիրոջ առաջ, նստել եք հավատքի համար, տարբեր բաներ եղել ձեր կյանքում, այդքան հրաշքներ եք գործել։ Հիմա ձեր խնդիրը երկնքում ձեր փրկության խնդիրը ոնց որ առավելություն ունիք մեր նկատմամբ։ Եղբայրը գիտեք ինչ էր ասել էր, ես չգիտեմ ով ինչ առավելություն ունի չունի, բայց գիտեմ մեկ բան, որ մենք բոլորս երկինք ենք մտնելու Հիսուսի այժմով։ Այժմ նկատմամբ ունեցած հավատքը ոչ թե մեր գործերով։ Դրա համար այդ հավատքը եղբայրներ
քույրեր, միշտ պահեք, մի երբեք Աստծո արածը ձեր վրա վերագրե, որովհետև հենց որ Աստծո արածը մենք մեր վրա վերագրեցինք, մենք անմիջապես կգնենք, եղբայրներ քույրեր, հավատքից կգնենք, սա հավատ չի, արդեն անհավատություն է, եղբայրներ քույրեր, իսկ անհավատները ընկած մնացին անապատի մեջ, եւ սակայն նրանցից ովքեր որ հավատացել էին Հիսուսի ասածին, Աստծո խոսքին, թե դուք պիտի մտնեք այդ երկիրը, ես ձեզի պետք է տանեմ այդ երկիրը ավետյաց, Եսուն ու Քաղեբ, եղբայրներ քույրեր, ովքեր որ հավատացին Աստծո խոսքին, նրանք մտան այդ երկիրը, այսինքն ոչ միայն հավատալը, աշտարանալը, այլ նաեւ այդ երկիրը մտնելն էլ, եղբայրներ քույրեր, մեզ համար միայն հավատքով է, աշտարը հավատքով պետք է ապրի։ Ես հիմա մի քանի օրինակ կբերեմ, եղբայրներ քույրեր, կարևոր հիմնական միտքը սա էր, որ ես ուզում էի ներկայացնել, հիմա մի երկու համար կբերեմ սրա վերաբերյալ, թե հավատքը ինչպես է գործում տարբեր վայրկյաններում, ինչպես է գործել մարդկանց մեջ։ Հիշում ենք Դավիթը, եղբայրներ քույրեր, Դավիթը մեկ ազնվորություն էր, որը շատ փորձությունների մեջ էր ընկել, եւ ամբողջ իր կյանքում ինքը սիրով կրկնել է իր բոլոր սաղմոսների մեջ, հետեւյալ միտքն է, եւ ես այդ միտքը ուզում եմ կարդալ, որպեսզի մենք գիտենանք, թե Դավիթը ինչպիսի կյանքով է ապրել եւ Դավիթը ինչպիսի հավատքով է քայլել, եղբայրներ քույրեր, եւ ինչու համար է այդքան օրհնություն ստացել։ Եվ ինքը ասում է 18-րդ Սամոսի առաջի խոսքից. «Ով Տեր իմ զորությունս, քեզ պիտի սիրեմ»։ Ասում է իմ զորությունս, ես քեզ պետք է սիրեմ։ Ինքը այսինքն այս խոսքով խոստովանում է, որ ինքը առանց Աստծո ոչինչ է զորություն չունի, Աստված է իր զորությունը։ Ինքը չկա այդ զորության մեջ։ Ինքը ոչինչ է, չնայած որ թագավոր մարդ է, բայց միշտ խոստովանվել է սա։ Ով Տեր իմ զորությունս, Տեր իմ վեմս ու ամրությունս ու փրկիչս է։ Ոչ թե իր բազուկն է, իր փրկիչը, չնայած լավ կրվել է ինքը ժամանակին, օգնականներ ունեցել, 30 հատ մենակ զորավորներ ունեցել, 150 հատ, որից 30-ը շատ թափով են եղել, եղբայրներ քույրեր, բայց նրանցով ինքը չի բարձրացել, ինքը միշտ բարձրացել է Աստծմով, եղբայրներ քույրեր, եւ գրված է. Տերը իմ վեմս ու ամրությունս ու փրկիչս է, ով եղել իր վեմն ու ամրությունը, մենակ Տեր Հիսուսը, որ ինքը միշտ սիրել եւ քայլել է։ Անիկա իմ վանս ու իմ փրկությունս, շարունակում է, իմ Աստվածս իմ պարիսպս է ու ես անորդ կհուսամ։ Անիկա իմ վահանս ու իմ փրկությունս երջուրը ու իմ բարձր աշտարակս է։ Օրինատերը կկանչեմ իմ ճշտամիներս կազատվին։ Տեսնում եք, ասում եմ, նա իմ բարձր աշտարակս է, որ իրան բարձրացնում է, իրան ուժ է տալիս եւ իրան տանում է առաջ։ Տեր իմ բարձր աշտարակս է, օրինատերը կկանչեմ ու իմ բոլոր ճշտամիներս կազատվին։ Օրհնյալ լինի Տերը։ Եվ Դավիթը այստեղ շեշտում էր, ով իմ զորությունս, ես քեզ պիտի սիրեմ։ Եվ իր սրտի մեջ Գրիգոր ներեգնձի բացադրած ասում է համարի մեջ, ռուսերենի մեջ գրված է, ինչ էր գրած Գրիգոր, возлюбил я тебя, Господи։ Հա, ռուս գրած է, ուրա։ Возлюблю тебя, Господи։ Կրեպես մայա, ես ռուսերենի մեջ, ես մի բա ավելի ցայտուն է գրված, որ սիրելով սիրեցի, ավելի շատ սիրեցի, հա Գրիգոր, պես դուրս կուկա, որ ավելի շատ սիրեցի քեզի, ավելի շատ նվիրվա, ավելի շատ սիրեցի քեզի, եւ հիմա պատկերացրեք Դավիթը գնում է իր եղբայրներին այցելության, իր հոր կամ բանով, հոր հրամանով եղբայրներ քույրեր, գնում է նա գնալու երկար ճանապարհ, թողել իր ոչխարներին եղբայրներ քույրեր, ու գնում է հանկարծ պատերազմի դաշտը իր եղբայրներին հաստանելու, իր հոր սիրտը ցավում էր, եւ նրանք գտնում էին պատերազմի մեջ, եւ որը գրկում է, հայրը գրկում է Դավիթին, որպեսզի նա գնա մինչեւ այնտեղ, եւ այդ պատերազմի դաշտը իր եղբայրներին հաց հասցնի, մտածելով, որ կարող է նրանք նեղության մեջ գտնվեն։ Եվ ինչ է կատարվում, Դավիթը գնում եւ հանդիպում է այն վայրը, երբ որ այն պա, երբ որ Սավուղը սկսում է հարյուրել Աստծո ժողովրդին եւ ասում, ներողություն, Գողիաթը։ Գողիաթի տեսքը շատ աշդահար էր, նա 6 հատ մադ ուներ ձեռքերի ոտքերի վրա, նա բարձրահասակ աշդահամարդ էր, եղբայրներ քույրեր, նրա միայն զենք ու զրա նայողը կվախենար, ասում է, անոր նիզակի հաստությունը ոստանյակների կլանի պես է, ես եմ իշքան հաստեղը մեծ նիզակ եղել, եղբայրներ քույրեր, նրանից բոլորը եւ գրված է, որ Աստծո ժողովուրդը, Իսրայելի բանակը Գողիաթի առջևից փախան։ Հիմա եկել է
Դավիթը Պադանի ազնվորություն է կարմիր թշերով, այդպես է գրված է, կարմիր դեմքով, տղա է, Պադանի է, մտել է Սավուղի կողք, գսե տեսքերտամ կպատերազմեմ, Սավուղի այդ Գողիաթի հետ տեսքերտամ կպատասխանեմ։ Հիմա Սավուղը ոնց պետք է ընդուներ, ասում է հետևյալը, ասում է Դավիթ Սավուղին ասավ, ասոր պատճառով մարդու մսիրը թող չկոտրի, քուրս ծարատ, պիտի էշտաղու փղշտացնու հետ կրվի։ Եվ Սավուղը ասավ, դու չես կրնային Պադանին փղշտացին վերայստալ, անոնիդ կրվիր, քանզի դու մանուկ ես, վանիկա իր մանկությունեն պատերազմով մասնում է։ Դավիթ ասավ Սավուղին, Դավիթ տեսել էր, որ իր սիրելի Աստծուն, իր սիրելի Տիրոջը, իր փրկին, իր վեմին, իր զորությանը, այդ ազնվորությունը, ինչքան էլ աջդար էր կամ ով էր ասում է, թե նա հայոյում է Տիրոջը։ Հիմա Դավիթը մի բան էր պետք, ինքը սիրում էր Տիրոջ անունը, գիտեր Աստծո անվան զորությունը, եղբայրներ քույրեր, եւ ասում է, ես պետք է գնամ, հիմա տեսեք ինչ է ասում։ Դավիթ Սավուղին կուծարած, երբ իր հորը ոչխարները կարացեր ու իր արյուս մեկ կամ աշկ կուկար եւ հոդեն ոչխար տանելու, ես անոր հետևեի նլոս անիկա կզարնեի, անոր պերանեն կազատեի։ Կուծարած արյուզար մեր շուծած է արչալ, եւ այս փղշտացին անոսմե մեգունպես պիտի էլա, քանզի կենտանի Աստծոյի զորքերը նախատեց։ Տեսնում եք եղբայրներ քույրեր, ինչպեսի սեր կա Աստծո նկատմամբ, ինչպեսի հավատ կա, որ Դավիթ իր մանկության ժամանակ մենք ստեղ տալիս է, թե ինչպեսի կյանք է ապրել, որ ինքը եղել է շատ մտերիմ Աստծո հետ, իր կյանքը քաղցրությամբ եւ սիրով է անցել ամբողջ իր ընթացքում եղբայրներ քույրեր, սկսած իր պատանեկան օրերից, ինքը արածել է իր հոր կարները եղբայրներ քույրեր, սիրել է, հնազանդ եղել, խոնար եղել իր հորը, իր հերը ինչ ասել է ինքը կատարել է եւ ունեցել այդ խոնարհությունն ու սերը նաեւ Աստծո նկատմամբ։ Նա գրել է իր պատանեկան տարիներին շատ սաղմոսներ եւ ինքը միշտ նվագել է, մենք գիտենք այդ մասին, որ հետո նույնիսկ Սավուղը կանչում է իրան նվագելու համար, իրան սատանայի ցերկից ազատելու համար, եղբայրներ քույրեր Դավիթին, բայց չարությամբ ուզում է նաեւ հետո նրան սպանել, իրան իզակով խփում է Դավիթի կողմը եւ ըստեղ էլ եղբայրներ քույրեր Սավուղը ինքը ասում է թե Դավիթի համար նույնն է արջն է արյուզն է թե այդ փղշտացին է եղբայրներ քույրեր անտելբակ ինքը ասում նրա մեջ մի բան կա պետք է փղշտացին սպանել նա որոշում կա նա ասել փղշտացում պետք է սպանել եւ ինքը ասում է թե ասում ես պետք է երթամ ու կրվեմ իր հետ եւ հետո տեսեք ինչ է կատարվում Դավիթ Սավարյուզին ու արչին ցերկեն զիս ազատողտեր այս փղշտացին ցերկենալ պիտի ազատե եւ Սավուղը սավ Դավիթին գնա ու Տերը քեզ հետ պիտի ըլլա Չնայած որ եղբայրն ջան Սավուղը ինքը պետք է պատերազմել որպես Աստծոյցյալ բայց այս անկամոցությունը ավելի Դավիթի վրա էր իր Տիրոջ հետ ունեցած կապվածության իր սիրո, իր հավատարմության, իր նվիրվածության եւ ազնվության պատճառով տեսնում եք հիմա ինչումն է հավատքը հավատացավ Դավիթի մեջ գործում էր իրական հավատքը հավատա ինքը ապրում էր հավատքով աշտարը հավատքով պետք է ապրեր եւ ինքը հավատում էր ասում որ Դավիթի արյուզի արչից երկից ազատողը իրան փղշտացուց երկից էր պետք է ազատի ինքը հավատքով էր գնում այդ պատերազմին առանց փախնալու չնայած ամբողջ Իսրայելի բանակը փախավ բայց ինքը հավատքով գնաց Պադանի Դավիթը հավատքով գնաց Գողիաթ եւ մենք գիտենք հաղթություն տարավ այս թեմայով շատ օրինակներ կան սերներ ես ուզում կարդալ Եբրայեցիս թղթի 11-րդ գլխի մի քանի համարներ էլ հավատքի վերաբերյալ հետո մենք կգանք աղոթքի եղբայրներ քույրեր Եբրայեցիս 11-րդ գլխում Տերը Պողոս Արաքյալի միջոցով մեզ հայտնում է ասել է հետևյալը Ամեն բան հավատքով է, ասում արդ հավատքը հուսացած բանների հաստատությունում չերևցած բանների ապացույցը Առանց ասում է հավատքի Աստծուն անհնար է հաճել լինելը եղբայրներ քույրեր Ասում է հավատքով Աբել Կայենից ավելի աղեկ զոհ մալուցանեց Հավատքով էր նույնիսկ զոհաբերություն եղբայրներ քույրեր Մենք գիտենք թե մենք որ զոհաբերություն ենք անում ինչ որ մի բան անում ենք
Մեզ թվում է, թե մենք ենք անում, չէ, եղբայրներ քույրեր։ Բոլորս էլ այդպես թվացել է, թե մենք անում ենք, ես ենք տալիս, կամ այս բանն արել ենք, մեկին օգնել ենք, մենք ենք արել։ Բայց դա նույնիսկ ինչ էլ որ անենք, պետք է հավատքով անենք, ոչ տվողը Տերն է։ Եվ մենք իրան հավատալով պետք է անենք, իր անունով պետք է անենք, ոչ թե մեր անունով, թե չէ կգնենք պրոբլեմների ու տգարությունների եւ խնդիրների մեջ։ Եվ հետո շարունակում հավատքով նոյ պատգամ առնելով, չեմ ուզում բոլորը կարդալ, մի քանի տողի վրա կկանգնեմ որոշ ժամանակի համար, հավատքով նոյը պատգամ առնելով Աստծո մեր Տեր չերևցած բաներում համար վախենալով տաբանը շինեց իր տունը փրկելու համար, հավատքով ինքը առավ պատասխան եղբայրներ քույրեր, երբ որ անձև չկար, երբ որ ամեն ինչ լավ էր, երբ որ ոչ մի այդպիսի վախ եւ կասկածանք չկար մարդկային, բայց նա հավատաց Աստծո խոսքին, հավատքով պատգամ առավ, եւ հետո ինչ դուրս եկավ, որով աշխարհը ստադապատեց եւ ժառանգորդ եղավ այն արտարությանը, որ հավատքով կլար։ Նոյը հավատքով քայլեց։ Եվ հավատքով եղած արդարությանը եւ փրկությանը, որ Աստված իրան տվեց տապանի մեջ, այդ փրկությանը ինքը հավատքով ժառանգորդ եղավ, հավատքով հաղթեց եղբայրներ քույրեր, եւ հավատքով փրկեց իրան եւ իր ընտանիքը։ Եվ շարունակում է հավատքով եւ ժառանգորդ եղավ այն արդարությանը, որ հավատքով կլա։ Հավատքով Աբրահամ, երբ որ կանչվեցավ, մտի գրավ ու գնաց այնտեղը, ուր պիտի ժառանգեր։ Հավատքով գնաց եղբայրներ քույրեր, նա ոչ մի վստահություն չուներ եւ այնտեղ որտեղ ավիճած էր գրում ինքը ապրում էր ժամանակավորապես վրանների մեջ, ինքը չգիտե պետք է հավատք ունենար, որ ինքը այդ կյանքը շարունակեր, բայց հետարքեր ինքը կարող էր հետ դառնալ եղբայրներ քույրեր, ինքը կարող էր հետ դառնալ այնտեղը իր ծննդավայրը թողնելը մարդու համար դժվար է։ Մենք էլ թողել ենք եղբայրներ քույրեր Հայաստան եկել ենք ստեղ բոլորս էլ Հայաստանից ենք եկել։ Գուցե կան ստեղ մարդիկ, որոնք որ ստեղ ծնվել են երեխեք, բայց մենք բոլորս էլ Հայաստանից ենք եկել։ Դժվար է եղել Հայաստանը թողնելը, բայց պետք է եղել։ Իսկ Սավիթ մենք գումարի համար ենք եկել, ապրելու խնդիրների համար, բայց Աբրահամը Աստծո խոսքով է դուրս ելել։ Նա հավատքով է դուրս ելել, որ իրան պետք է Աստված իրան ուրիշ տեղ պետք է տա, իր սերունդին։ Եվ սակայն շարունակում հետևյալը հավատքով պանդխտեցավ ավետաց երկրի մեջ, որպես թե օդարության մեջ, վրաններու մեջ բնակվելով Իսահակին ու Հակոբին հետ մեկտեղ, որոնք իրեն ժառանգորդ էին այդ արդարության խոստումին։ Վանզի ինքը սպասեր այն հիմներով հաստատված քաղաքին, որուն ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Ուրեմն ինքը հավատքով ապրում էր նեղության մեջ, վրանների մեջ, եղբայրներ քույրեր, օդար ու պանդուխտ էր ինքը իրան համարում, եղբայրներ քույրեր, եւ ինքը այդ ապրելու ճանապարհին ինքը քայլում էր միայն հավատքով։ Ինչքան փորձանքներ ու փորձություններ կային Աբրահամի ճանապարհին, չմտածեք, թե մեր նման ավելի հեշտ էր։ Իրան ավելի մեծ վտանգներ ու փորձություններ կային, բայց այդ բոլոր վտանգները ու փորձությունները ինքը տանում էր, համբերում էր եւ հաղթում էր եւ անցնում էր հավատքի միջոցով։ Աբրահամը այդ բոլորը անում էր հավատքով, նա ապրում էր հավատքով։ Եվ հետո ստեղ շեշտում է սերներ, որ Աբրահամը Իսահակին հավատքով տարավ, չէ, հիշում եք զոհաբերության Մորիայի լեռների վրա։ Մորիայի լեռների վրա ինքը հավատքով տարավ, որովհետև հավատում էր, թե ինքը խոստում ուներ Տիրոջից առաջ, թե Իսահակը պետք է իր համար սերունդ լինի, բայց ինքը տանում էր սպանելու Իսահակին, մորթելու Աստծո փառքի համար, բայց եղբայրներ քույրեր, ինքը հավատում էր, որ Աստված, որ իրան չեղած տեղից տվեց Իսահակին, Աստված կարող է նրան հարություն տալ։ Ինքը հավատքով գնաց եղբայրներ քույրեր։ Եվ հետո շեշտում է այստեղ ասում կամենքն էլ հավատքով մեռան, խոստումները չառած, հապա հերվեն տեսան Զանիկա ու ողջունեցին խոստովանեցան, թե իրենք օտարներ ու պանդուկներ են երկրի վրա։ Կանզյանում կայսպիսի բաներ կփնտրեն, հայնիկ կնեն, թե կավարը կփնտրեն։ Հիրավի եթե Զանիկայի շեին ուղղեւոջ ելան ժամանակ ունեին on դառնալու, բայց հիմա լավագույն կավարի մը կսպասեն, կփապագին, այսինքն երկնավորին, ուստի ամոչի սեպեր Աստված, անոնց Աստվածը կոչվիր, վասնզի ինք անոնց քաղաքը պատրաստեց։ Ուրեմն նրանք ովքեր որ հավատքով քայլում էին, Աստված նրանց ամոչի սեպե, Աստված կոչվիր, ամոչի սեպե, որովհետև ինք նրանց համար քաղաքը պատրաստեց, որ քաղաքի մասն է խոսքը սերներ, մենք գիտենք, չէ, երկնավոր Երուսաղեմը։ Եվ Աստված էլ ամոչի սեպեր նրանք, ովքեր հավատքով քայլում են նրանց, Աստված կոչվիր։
Հետո ստեղ խոսում է եղբայրներ քուրեր Մովսեսի վերաբերյալ այս մի տերն կկարդամ ստեղ Մովսեսի հետ կապված եւ այս գրքից մի փոքր մուշ համարեկա ու կվերջացնեմ։ Հավատքով Մովսես երբ մեծ ցավ չընդունեց Փարավոնի աղջիկան որդի կոչվել։ Դժվար բան է, գիտեք, չէ՞։ Ունենալ այդքան հարստություն, ունենալ այդքան փառք, եղբայրներ քուրեր, ունենալ իշխանություն, անծանոթ երկրի մեջ եւ այդ բոլորը թողնել հավատքով, որովհետեւ նրա համար, որ ինքը լինի Աստծո ժողովրդի հետ, իր համար եւ գրված հետեւյալը, քանզի ավելի աղեկ սեպեց Աստծո ժողովրդին հետ չարչարվել, քանզ թե մեղքին ժամանակավոր զվարճությունը վայելել։ Սա է հավատքը։ Նա ավելի սեպեց, ավելի ասում է, քանզի ավելի աղեկ սեպեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել է, քանզ թե մեղքին ժամանակավոր զվարճությունը վայելել է։ Մենք ինչպես է մեր հավատքը, եղբայրներ քուրեր։ Մենք ընդունում ենք Աստծո ժողովրդի հետ չարչարվելու ճանապարհը, թե ուզում ենք մեզ համար ուրիշ ճանապարհ գտնել, նաև ուրիշ ավետարան գրելով մեզ համար։ Ինքներս մեզ համար ավետարան գրելու իրավունք չունենք, արդեն գրված ավետարանից զոր։ Դրա համար ավետարանը շեշտում է, ասում է, եթե այս գրվածների վրա մեկը մի բան ավելացնե, ես էլ նրա վրա այս խոսքի մեջ գրված հարվածները պետք է ավելացնեմ։ Իսկ ով որ պակասեցնե, ես էլ ասում եմ նրա բաժինը կենաց գրքից պետք է պակասեցնեմ։ Եվ ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախադինքը, քան թե Եգիպտոսի կանձերը, վասնզի դիտելով կսպասեր վասկի ադուսումին։ Տեսնում եք, ասում ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախադիկը, արհամարանքը Քրիստոսի համար, դժվարությունը, նեղությունը, քան թե Եգիպտոսի կանձերն ու զվարճությունները։ Տեսնում եք, հավատքով ապրել ինչ կնշանակի, եղբայրներ։ Եվ շարունակության մեջ հավատքով Եգիպտոս թողուցու չվախեցավ, թագավորին բարգությունեն վանսի համբերեց, որպես թե անտեսանելին կտեսներ։ Նա հավատքով տեսնում էր ավետյաց երկիր, նա տեսնում էր անտեսանելին, եղբայրներ, նա տեսնում էր Աստծո փրկության ծրագիրը, Աստծո ողորմությունը, ինչ որ չէր տեսնում ժողովուրդը անհավատ, ինքը տեսնում էր եւ հավատքով թողեց Եգիպտոսը։ Հավատքով ելավ զատիկ է եւ հավատքով ասում է կարմիր ծովեն անցան, որպես թե ցամաք է, որում փորձենելով եգիպտացիները ընկղմվեցան։ Խնդրում ես մեկը գրեք նորից հավատքով 29 համարն է, 29 համարն է, եղբայրներ ջան։ Հավատքով ասում է կարմիր ծովեն անցավ։ Հիմա պատկերացնում եք, հետևից Եգիպտոսի բանակն է եւ եղբայրներ քուրեր։ Դիմացը ծովն է։ Աստված բացել է ծովի ճանապարհը։ Պատկերացրեք թե ինչ է կատարվում։ Ես չգիտեմ թե ինչքան եղել է լայնությունը ծովի մեջ բացած, լայնությունը կարող 50 եղել, 100 եղել կամ 200 մետր եղել կամ ավելի չգիտեմ, բայց հաստատ այն պատերը, որոնց միջով իրանք պետք է անցնեն, եղբայրներ քուրեր, ջրի պատերը, այդ ջրից պատերը, որոնք որ այդպես Տերը բարձրացել էր, ալիք եղբայրներ քուրեր, նրանց միջից անցնելը հաստատ սարսափելի էր։ Հաստատ վախենալու կներ, նրանց բարձրությունը ոչ ոք չի կարող ասել, հարյուրավոր մետրերն եղել, թե մի քանի կիլոմետրներ են եղել, ես չեմ կարող ասել, բայց հաստատ շատ սարսափելի եղել այդ տեղից անցնել չաշված մնացած արգելքները։ Եվ պատկերացրեք, եթե լայնություն ասենք մի 50-100 կամ 200 մետր, իսկ երկարությունը բավական երկար էր, ծովի միջով անցնելու համար, այդքան հեշտ չէր, բայց հավատքով նրանք անցան։ Մովսեսի հավատքը գործեց եւ նրանք հավատքով այդ փորձանք տեղից եղբայրներ քույրեր անցան, բայց որովհետեւ հավատ չունեին, եգիպտացիները ընկղմվեցան։ Միտեղ էլ կկարդամ ու կվերջացնեմ եղբայրներ քույրեր, միտեղ էլ կարդամ, որը վերաբերում է Տեր Հիսուսին, սերներ։ Այդ մասին գրված է Պետրոս Արաքյալի թղթի մեջ։ Ասում է տևյալը, անմեղք չգործես, որ Պետրոս Արաքյալ, Պետրոս երկրորդ, առաջի Պետրոս երկրորդ, եղբայրներ քույրեր, 22 համարն է։ Անմեղք չգործեց ու իր բերնի մեջ նեգություն չգտնվեցավ, բայց կնախադվեր ու փոխարենը չէր նախադեր, կչարչարվեր ու սպառնալիք չէր ուներ, հաբա ինքզինք աշտար դադավորին կհանձներ։ Ուրեմն կնախադեր, բայց չէր նախադվի, եղբայրներ քույրեր, բայց ինքը չէր նախադվե, իրան կնախադեն, կչարչարվեր, բայց սպառնալիք չէր ուներ, հապա ինքզինք աշտար դադավորին կհանձներ։ Տեսակ հավատք եղբայրներ քույրեր, ինքզինք հանձնում էր աշտար, սուրբ,
հավիտենական դատավորին։ Եվ միտեղ է գրված, բայց մենք այդպես չենք անում։ Անմիջապես սկսում ենք մեր արդարությունը փնտրել, ես ճիշտ եմ, ես լավն եմ, ես զորավոր եմ, ես եմ, ես եմ, բայց ավետարանի մեջ գրված է, թե անոնք ասում է նախանձավոր ելնելով եւ Աստծոյի արդարությունը չգիտենալով եւ իրենց արդարությունը հաստատել ուզելով Աստծոյի արդարությանը չհնազանդվեցան։ Բայց Տեր Հիսուսի համար գրված էր հետեւյալը. իր չարչարվեր սպանալիքներ են հապա ինքզինք արդար դադավորին կազմել։ Ուստի հետո շարունակում անոնք, որ Աստծոյի կանգին ամենատ կչարչարվին, բարիք գործելով, իրենց հոգիները թող հանձնեն իբրև հավատարիմ ստեղծողին։ Տեսնում եք հավատքը, որի մեջ պետք է գրված է, որ արդարը հավատքեն պետք է ապրի։ Ամեն։ Երգենք, քույրեջան։ Ոտքի վրա սերներ երգում ենք, որպես կանք աղոտքի թող կանարը ցանկացողներ եւ խնդրենք եղբայրներ քույրեր, խնդրենք հավատք, աշակերտները սերներ, երբ որ Տեր Հիսուս իրանց արչեւ կանգնեցեց, իրենք փաստի առաջ կանգնան, ներելու, համբերելու եւ խոնարհվելու փաստի առաջ կանգնան, եղբայրներ քույրեր։ Աշակերտները խնդրեցին Տեր Հիսուսին, ասելով. Տեր, մեր հավատքը ավելացրա։ Խնդրեցին, չէ՞ սերներ, հիշում ենք այդ տեղը։ Երբ որ տեսան իրանց հավատքը պակաս էր, սերը պակաս էր, խնդրեցին, թե Տեր, մեր հավատքը ավելացա։ Հիմա մենք էլ ավելի կարիքներ ունենք, խնդրենք, թե Տեր, մեր հավատքը ավելացա, որպեսզի մենք էլ կարողանանք հավատքով ապրել։